Մեր եկեղեցում խնդիր կա։ Մեր եկեղեցում խնդիր կա, որ մեր խնդիրները չեն լուծվում։ Մեր եկեղեցու խնդիրները չեն լուծվում։ Ոչ ծիսական համակարգումներ են արվում, ոչ ինչ որ բան, առհասարակ լուրջ բաներ չեն արվում, լուրջ որոշումներ չեն կայացվում։ Եվ ես հասկացա, որ խնդիր կա, եւ հետո ես տեսա, որ այդ խնդիրը ոչ թե պատահական է կաթողիկոսի կողմից, այլ մտածված է արվում։ Ես նույնիսկ միտում եմ տեսնում, որ ամեն մի լուրջ հոգեվերականի կարծես թե թուլացնելու խնդիր կա։ Ինչու՞։ Նպատակը ո՞րն է։ Չգիտեմ, թերևս մրցակցության խնդիր կա, թերևս վախ կա, որ կարող է կաթողիկոսից մեկը ուժեղ լինել եւ վաղը խոսել իր դեմ։ Չեմ կարող ասել, սա իմ մոտեցումն է, բայց ոչ միայն իմ։ Շատ-շատեր իմ հոգեվոր ընկերներից այս միտքը կիսում են ինձ հետ։ Իսկ այդ թուլացնելը ինչով է պայմանավորված։ Դե գիտեք, մարդը կարող է լավ անգլերեն իմանալ, բայց նրան մտածված Իտալիա ուղարկել։ Կամ ասել գնա իտալերեն սովորի, բայց վերջում Ֆրանսիա ուղարկել։ Բազում են այսպիսի դեպքերը, բազում։ Առաջ ես զարմանում էի եւ պատահականություն էի համարում, բայց հետո հասկացա, որ այստեղ միտում կա։ Այդքան շատ պատահականություններ չեն լինում։